Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Հայաստանը չգնար Ադրբեջանի հետ սահմանազատման, մեր երկիրը կդառնար մեջբերում արտաքին կառավարման երկիր։ Եվ իմ անձնական համոզմամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել ենք Հայաստանի պետականության եզրին, ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունը այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Ելույթում Փաշինյանը անդրադարձել է նաև կաթողիկոսին ու Բագրատ Սրբազանին։ Ըստ Փաշինյանի, նրանք փորձել են Հայաստանի շահերը զոհաբերել երրորդ երկրներին։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարևարկության բոլոր կանոնները, այդպիսով իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, իդեպ նրանցից ոմանց պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Փաշինյանը նաև առիթը բաշխի թողելու եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Ադրբեջանի տարածքով բեռների փոխադրման համար։ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, որովհետեւ սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։ Ենթադրում եմ նաեւ այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի թրիփ նախագծի իրագործման ձգձգման։ Ռոմի Լեո 14-րդ պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ ցավով է խոսել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին։ Նա ազորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին, որն իր խոսքով լինելով իսրայելական հարվածների թիրախում, այժմ անցնում է մեծ փորձության միջով։ Պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել Իրանում եւ ամբողջ Մերձավոր Արևելքում շուտապույտ խաղաղություն հաստատելու համար։ Պատերազման հապաղ դադարեցնելու կոչ է արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զգուշացնելով, որ հակամարտությունը կարող է վերածվել լայնամասշտաբ էսկալացիայի եւ հրդեհել տարածաշրջանը։ Էրդողանը շեշտել է, որ իրենց համար չկան այնպիսի բաժանումներ, ինչպիսիք են սունիզմը կամ շիիզմը, քանի որ առկա է միայն մեկ ընդհանուր կրոն՝ իսլամը։ Թուրքիայի նախագահի խոսքով, թեև իրենք չեն ձգտում լարվածության, սակայն պատրաստ են վճռական պատասխան տալ ցանկացած մեկին, ով ռազմական արկածախնդրության նպատակով աչք կտնկի իրենց հողերին։ Очевидно, что запуск этих ракет был невозможен без британских специалистов. Բրյանսկի ուղղությամբ ուկրաինական հրթիռային հարձակումը հնարավոր չէր լինի առանց բրիտանացի մասնագետների մասնակցության, ինչը Մոսկվան հաշվի կառնի իր հետագա քայլերում, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների հարվածն իրականացվել է բրիտանական Storm Shadow զենքերով, թիրախավորելով հրթիռային համակարգերի կառավարման վահանակներ արտադրող գործարանը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան 16 մարդ։ Խոսելով բանակցային հեռանկարների մասին, Պեսկովը նշել է, որ թեև Աբու Դաբիում քննարկումները շարունակելն այլևս հնարավոր չէ, սակայն Ստամբուլը կարող է դառնալ եռակողմ հանդիպման վայր, ինչին կողմերը հավանություն են տվել։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի հետ։ Երկիրը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը, թեև նախագահներ Պուտինի եւ Փեզեշքյանի վերջին հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ին ուղղված իրանական ենթադրյալ պահանջները չեն քննարկվել։ По мере того, как
Անդրադառնալով ներքին անվտանգությանը, Պեսկովը նշել է, որ Կիևի հարձակումների կատարելագործմանը զուգահեռ Ռուսաստանը կշարունակի կիրառել տեխնոլոգիական պաշտպանական միջոցներ, այդ թվում ինտերնետի սահմանափակում, քանի դեռ դա անհրաժեշտ է քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ռազմական ավիացիոն տեխնիկայի դեմ նախապատրաստվող հարձակումը։ Ըստ պաշտոնական տվյալի, Վլադիմիրի մարզի մի բնակիչ կապվել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ եւ Մոսկվայի ու Կալուգայի մարզեր տեղափոխել անօդաչուներ, պայթուցիկ սարքեր։ Գերատեսչության աշխատակիցները կասկածյալին վնաս հասցրել են հենց նախապատրաստական փուլում, թույլ չտալով իրականացնել ծրագրված գործողությունը։ Մայրաքաղաքում իրականացվող ծառերի փոխարինման գործընթացը բացառապես մասնագիտական հիմքեր ունի։ Ծերացած թեղիները սպառել են իրենց կենսունակությունը, հայտնել է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Ըստ նրա, մայրաքաղաքում արկա թեղիների մեծ մասը 70-ից 80 տարեկան են, մինչդեռ դրանց կենսունակության տարիքը 40-ից 50 տարի է։ Բեգոյանի խոսքով ծառերը արդեն սպառել են իրենց կյանքի տևողությունը եւ ինչպես 100-ամյա մարդուն հնարավոր չէ երիտասարդացնել, այնպես էլ ծերացած թեղիներին հնարավոր չէ վերակենդանացնել։ Նեմատոդային ворթերը, որոնք ամբողջ իրենց բնամասում են, քայքայելով վերացնում են կոռելացիոն կապը, արմատ սաղարթ կոռելացիոն կապը եւ հետեւաբար սաղարթները վերանում են։ Այստեղ մենք չենք կարող ասել, որ սաղարթ ունենք։ Նախ առաջինը, Երևանի առանց այն էլ քիչ կանաչ տարածքները զբաղեցնել այս կամ այս երկաթյասությունը, կամ այս թեղիները, դրանք լրիվ միևնույն բանն են։ Ավելին, այս թեղիներն ավելի վատ են, դա էկոլոգիական առումով։ Թեղիներն ավելի վատ են, որովհետև եթե երկաթյացությունը ոչ մի հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, այդ ժողովրդական լեզվով խոսեմ, այդ ворթու բլոճների ձմեռման բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմումը արդեն ներկայացրել է, ինչի մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են թանգարան ինստիտուտից, նշելով, որ թեև դիմումը գրված է, սակայն համապատասխան իրավական ակտ դեռևս չկա։ Թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թավթյանը, ով նախկինում զբաղեցրել է Փաշինյանի օգնականի եւ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնները, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է, որ իր նշանակումը հավանաբար պայմանավորված է դիվանագիտական եւ կառավարման համակարգում ունեցած բազմամյա փորձով։ Թավթյանը նաև վստահեցրել է, որ Էդիտա Գզոյանի հետ ունի շատ ջերմ հարաբերություններ եւ առանց նրա չի պատկերացնում ինստիտուտի հետագա աշխատանքը, սակայն չի մանրամասնել, թե ինչ կարգավիճակով կամ պաշտոնում Գզոյանը կշարունակի իր գործունեությունը թանգարան ինստիտուտում։ Աշխատելու է։ Իհարկե, եւ առանց նրա ես չեմ պատկերացնում ինչպես կարող է այս ինստիտուտը շարունակի իր գործունեությունը, նա կարելի է առանցքային ֆիգուր է։ Դեմք է աշխատության մեջ եւ բնականաբար մեծ դուման եւ լավ անալոգիական։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարար Ժաննե Անդրեասյանը ստիպել է տնօրենին հեռանալ, քանի որ վերջինս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ զրույցում անդրադարձել էր Արցախյան հարցին եւ Սումգայիթյան ջարդերին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը անդրադառնալով վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե հնարավոր է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությանը չգրանցեն ընտրություններին, հայտնել է, որ հանձնաժողովը չունի քաղաքական ուժերի գրանցումը արհեստականորեն մերժելու գործիքակազմ։ Ըստ նրա, եթե կուսակցությունը ներկայացնում է օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը, ապա գրանցումը տեղի ունենում մեխանիկորեն։ Հովակիմյանը շեշտել է, որ գրանցումից հետո հանձնաժողովը ինքնուրույն չի կարող չեղարկել որևէ ուժի մասնակցությունը ընտրություններին։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքը քաղաքական ուժի գրանցումը ինքը չի կարող ուժի գործած ճանաչել։ Մեր օրենսդրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ հարցով պիտի դիմի դատարան։ Այսինքն եթե գրանցումից հետո որևէ քաղաքական ուժ, ասես ենք, տոտալ, ասես ենք, ու սա համար պարտադիր պայմանը, որպեսզի քաղաքական ուժը հետևողական ընտրական օրենսգիրքը ոտնահարի։ Երբ որ նման իրավիճակ, եթե կլինի, իսկ նման իրավիճակ ես չեմ հիշում, որ մենք մեր պատմության ընթացքում ունես, եթե կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է որոշի դատարան դիմել։ Այսինքն այստեղ գրանցման ուժը կորցնողը կրկին այս դեպքում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, դատարանն է։
Վերջին 3 օրվա ընթացքում երկրորդ անգամ ռուսական ծորենի հերթական խմբականակը Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով։ 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը ռուսական հացահատիկը Հայաստան կհասցնի նաև Վրաստանի տարածքով։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։ 2 օր առաջ էլ նույն երթուղով Հայաստան էր հասել 7 վագոնից բաղկացած եւ ընդհանուր 488 տոննա քաշով հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը։